Պարոն Գալստյան, բողոքի ակցիաների հետ կապված բանկային խարդախության հետ վերաբերվող մասնակիցները հայտարարում են, որ իրանք բազմակի անգամ դիմում են ԿԲ, բայց ԿԲ-ից ինչ-որ անհասկանալի պատասխաններ են գալիս։ Ուզում եմ իմանալ, կոնկրետ ինչ միջոցառումներ են ձեռք բերվում ԿԲ-ի կողմից, մասնավորապես խոսվում էր, եթե չեմ սխալվում, պարոն Նուրբեկյանն էր կարծեմ ասում, որ քննարկվում է ապահովագրության մասին, ինչ-որ հնարավորության, ինչ-որ մեխանիզմների հետ կապված ինչ-որ հնարավորություններ եւ կան երկրորդ որպես հարց կան ինչ-որ ծավալներ, որոնք կարող եք հնչեցնել այն 3 բանկերի կողմից հետաձգված պարտավորությունների ծավալները ինչքան են կազմում, կան արդեն ինչ-որ այդպիսի թվեր։ Թիվը ունենք, թիվը կարող ենք ասել։ Ենթադրաբար թիվն էլ կասենք, բայց ես սկսեմ մի քիչ ավելի հեռվից, որպեսզի մեր ունկնդիրների ու նայողների համար էլ որոշակի պարզ լինի։ Դեպքերի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում մարդիկ դարձել են կամ խաբեության զոհ, կամ ինքնուրույնաբար տրամադրել են իրենց PIN կոդերը, CVV-ները եւ այլն, այն ինֆորմացիան, որը որ չէր կարելի երրորդ կողմին տրամադրել։ Ֆրոդը միջազգայինորեն տարածված պրակտիկա է, այսինքն մենակ մենք չենք, մեր երկրում չի, գրեթե ամենուր է։ Ես ում հետ որ խոսել եմ վերջի ժամանակում բոլոր երկրներում այդ կա։ Հիմա երբ որ դու անալոգային տնտեսությունից անցում ես անթվային տնտեսության, բնականաբար այդ զամոկների մեխանիզմները փոխվում է դառնում թվային։ Ու այդ պարագայում մարդիկ նույնքան ուշադիր պիտի լինեն իրենց ոչ միայն ֆիզիկական գույքի պահպանությանը, այլ նաև վիրտուալ տիրույթում գտնվող իրենց տրամադրված պաշտպանության միջոցներին։ Դրա համար մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ խնդրում եմ, կոչ եմ անում, ոչ մեկի երրորդ անձանց չտրամադրել ձեր անձնական տվյալները։ Խաբեության հիմա նոր տեսակ կա, զանգահարում են, օրինակ ասում են բջջային օպերատորների մատակարարող ընկերությունից է, որևէ մեկից, մենք ուզում ենք կարգաբերել ձեր 5G ցանցը, խնդրում ենք հիմա մի հատ հաղորդագրություն կգա ձեր հեռախոսի վրա, որպեսզի դուք արագ ավելի ինտերնետ ունենաք, խնդրում ենք սեղմեք դրա վրա, սեղմում են, հետո դրա միջոցով կոդն են վերցնում, կոդի միջոցով մուտք են գործում իրանց բանկային ծառայությունների application-ները, հավելվածները, ուտեղ արդեն ոչ մեկ չի կարող կանխարգելել որևէ բան։ Այդ տեսանկյունից ես խնդրում եմ, ոչ մեկին մի տվեք։ Եթե դուք համոզված չեք, որ դա բանկի աշխատակից է կամ, չգիտեմ, ձեր իմացած մարդն է, եւս մեկ անգամ ադբոյ տվեք, զանգեք, ինքներդ զանգեք։ Զանգեք, տեսեք, հավաստիացեք իրականում այդ զանգը տեղի ունեցել բանկից, իրականում այդ ծառայության մասին է խոսքը։ Մենք պիտի համատեղ դրա դեմ պայքարենք, էլի, այսինքն մի կողմը եթե ամբողջությամբ բացեց իր բոլոր զինանոցը ու տվեց այդ բոլոր զենքերը դիմացի կողմին, այդտեղ պաշտպանվելու մասին արդեն խոսք չի լինելու։ Հիմա ինչ վերաբերվում է այն դեպքերին, որը որ մենք ունենք, լավ նորությունը այն է, որ դեպքերի ծավալը գնալով նվազում է, այսինքն մենք որոշակի գործողություններ ենք իրականացրել բանկերի հետ, բանկերն են իրականացրել իհարկե մեր օգնությամբ ու հորդորով պաշտպանության հետ կապված այդ double authentication-ները, չգիտեմ, որ նույն սարքը չպիտի օգտագործի, в общем, տարբեր մեխանիկական բաների միջոցով դեպքերը, որը որ ունենք տարվա առաջի երամսյակում եղել են 408, կարող է թիվը հստակ չի, որովհետև кейսեր կան, որը դեռևս որոնց վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ արձանագրումները բան չեն, էլի։ Ինչ ենք արել, փորձել ենք բոլոր кейսերը ուսումնասիրել, հա։ Բոլոր кейսերի ուսումնասիրություններից հետո հավաքագրվել է ինֆորմացիա, որի հիման վրա եթե դեպքերը եղել են, որ մեղավորությունը բանկինն է եղել կամ մեծ հավանականությամբ մեղավորությունը բանկինն է եղել, օրինակ աշխատակցին զանգահարել են ճշտելու համար, բանկի call center-ի աշխատակիցը 3 ժամ չի արձագանքել։ Պրոդուկտի դիզայնի արդյունքում եղել է բագ, որը զեղծարարների կողմից օգտագործվել է, օրինակ on-line off-line-ի անցման ժամանակ այդ պրոդուկտով, որով կարելի էր միայն
կատարել վճարում, հնարավորություն է անձեռվել այդ գումարը փոխանցել հաշվին, հաշվից կանխիկացնել։ Այդ բոլոր դեպքերում բանկերը առանց որևէ քննարկման կամ բանի մարդուն միանգամից գումարը վերադարձրել են։ Այդ մի մասը փակ է։ Այնտեղ առաջանում է եւս երկու ուղղություն, ըստ որի մարդու կողմից խաբեությամբ կամ ինչ որ ֆիշինգի միջոցով վերցրել են տվյալները, մուտք են գործել մարդու համար վարկ են ձևակերպել կամ մարդու հաշվին եղած միջոցներն են, տիրացել են այդ միջոցներին։ Վարկերի հետ կապված գիտեք, որ բանկերը 3 բանկը հայտարարել էին, որ 3-ից 5 տարի մորատորիում են հայտարարում, վարկային պատմության փչացում չի լինում, տոկոսները չեն կուտակվում եւ այլն։ Մեր այս շաբաթ կիրակի ենք աշխատել ու այսօր ես հենց նոր իրանց հետ call ունեի, պայմանավորվածությունը այն է, իրանք հավանաբար այսօր կամ վաղը կհայտարարեն 3-5 տարին երկարացվում է մինչև кейսի ամբողջական քննություն։ Այսինքն արդարադատությունը երկրում որոշում է դատարանը։ Բանկերը կսպասեն մինչև կլինի վճիռ դեպքով, кейսով, նոր եթե կպարզվի, որ բանկն է մեղավոր, բանկը ամբողջությամբ կկոմպենսացնի, եթե կպարզվի, որ մարդն է մեղավոր, արդեն կվերադառնան բնականon գործունեությանը այդ տեսանկյունից։ Ինչ վերաբերում այդ վարկերի մասով։ Բանի մասով, որ մտել են հաշիվներ, հաշիվներից արկա գումարներն են հանել, այդտեղ մի քիչ ավելի բարդ է։ Հիմա քննարկումներ կա, հուսամ մոտ օրերս դրա վերաբերյալ էլ որոշակի ինչ որ կոնսենսուսային լուծում կունենանք, դա էլ կհայտնենք, բայց խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Մենք մյուս կողմն էլ պիտի հաշվի առնենք, էլի։ Պատկերացրեք, եթե ստեղծվում է ինսենտիվներ, որպեսզի մարդը իր ինֆորմացիան, ես ու դուք գալիս ենք իրար հետ համաձայնության, ես դες տալիս եմ իմ ամբողջական տվյալները, դուք մտնում եք, վերցնում եք ինչ որ կա, հետո մենք ինչ որ պայմանավորվածությունների ներքո ինչ որ իրար բան ենք անում, արդյունքում ես գալիս եմ, ասում եմ իմ մոտից գումարներ տարել են։ Մենք պիտի հասկանանք, որ չպիտի թույլ տանք վստահության կորուստ համակարգում։ Այսինքն որոշակի լուծումներ պիտի անենք, բայց ամենամեծ խնդիրը էլի կրկնում եմ այնա, որ մարդիկ դառնում են խաբեության զոհ ու իրանք են ինքնակամ տալիս իրենց տվյալները կամ հնարավորություն են ստեղծում զեղծարարներին մուտք գործել իրենց device ու այդ device-ի միջոցով անել այն process-ները, որ արվում են։ Հիմա դեպքերի քանակների մասով ես կխնդրեմ ձեզ տվյալներ տանք։ Այս բանի ընդհանուր գումարային ծավալի վերաբերյալ բան չեմ կարող ասել, բայց ձեր կողմից նշված 3 բանկերի կողմից մոտ 230 հաճախորդի պարտավորությունները հետաձգվել են։ Ինչպես պարոն Գալստյանը այս պահին 3-ից 5 տարով, ինչպես պարոն Գալստյանը նշեց, բանկերը արդեն կհայտարարեն, որ մինչև քննության ավարտը նշված պարտավորությունների վճարումները կհետաձգվեն։ Այսինքն մենք այդ որ ասում ենք կենտրոնական բանկը մեզ չի լսում, բան, ես հարցրեցի, մենք նախ կենտրոնական բանկում հանդիպում ա եղել բանի հետ, այդ նախաձեռնող խումբը կամ այդ մարդկանց խումբը, ու հիմնական պահանջներից մեկը այդ այն ա եղել, որ ոչ թե լինի որոշակի ժամկետով հետաձգում, այլ հետաձգումը լինի այնքան ժամանակ, մինչև իրավապահ համակարգը կարողանա որոշակի լուծումների գա։ Այդ մենք ականջալուր ենք եղել ու փորձել ենք այդ բանակցել մեր բանկային համակարգի գործընկերների հետ, որի արդյունքում իրանք ընդառաջ են գնացել ու այդ հարցը ոնց որ թե սպայդրությամբ լուծված է։ Իհարկե շատ կարևոր է, որ մարդը հաղորդում տա ու ստեղծվի գործ։ Խոսքը միայն այդ մարդկանց մասին է։ Եթե մարդը հաղորդում չի տվել, кейսը չկա բացված, այդ մարդկանց վերաբերյալ այդ որոշումները չեն գործում։ Անվեն։ Պարոն Գալստյան, նաև աշխարհաքաղաքական անորոշությունների հետ կապված, այս շրջանում դա գիտենք մեր կենտրոնական բանկը միշտ հետևում է Ֆեդի աշխատանքին, Եվրոպական կենտրոնական բանկին ու Ֆեդն էլ